Հարիկ այսօր սիրելիներ, շնորհակալ ենք ասում եմ, որ Տերը շաբաթ մի ևս մեզի կյանք տվավ եւ մենք միասին հավաքվեցանք, որպեսզի իրեն խոսքը սերդենք։ Պիտի շարունակենք սերդել հավատքի դասերը Հեսուի քիրքեն, աս թեման է մեր թեման։ Հեսուի քիրքն է, որ կսերդենք։ Քիրքն է, որ շատ չի սերդվիր, բայց մեջ են շատ դասեր ունենք, որ գնանք սորվիլ։ Ուրեմն հասած ենք 6-րդ դասը, որ գսե ներքին թշնամին։ Թշնամի մգա, որ ներքին է, անոր մասին գուզենք քիչ խոսել։ Աղոթենք, երկնավոր հայ, շնորհակալ ենք քեզ, որ դու մեր Տեր եւ մեր Աստվածն ես եւ խոստացած ես Տեր, որ միշտ մեզի հետ պիտելաս։ Երկնավոր շնորհակալ ենք Սուրբ Հոգին համար, որ խոստացա, որ մեզի ղրգես, որ անիգա մեզի սորվեցնե։ Եվ արդարության համար, եւ Թադաստանի համար, եւ ճշմարտության համար, եւ հիմա կխնդրենք, որ Սուրբ Հոգիով մեզի քու խոսքերը սորվեցուր հայրին։ Թող քո անունդ փարսանե եւ փառավորվի բոլոր երկրի վրա։ Հիսուսի անունով խնդրեցի։ Ամեն։ Մեր սորվելու համարն էր Երեմիա 17-րդ գլուխ 10 համար։ Երեմիա 17 գլուխ 10 համար։ Ես դերս միտքս կգնեմ, սիրտերը կփորձեմ, որովհետեւ մարդուն իր ճամփաներուն համեմատ ու իր գործերուն բդուղեն համեմատ հարություն ունեմ։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն ով է սիրտերը քննողը եւ փորձողը։ Ոչ միայն կքննե, այլև կփորձե։ Եվ ուրեմն մենք հիմա այս Հեսուի 7-րդ գլուխի մեջ կտեսնանք, որ Իսրայելի ժողովուրդը փորձության դեղը եկավ, որ ատկի առաջ ատեսակ փորձության մեջ չէին անցած, եւ անոր հետևանքները շատ խոր նշանակություն ունեցան իրենց կյանքին մեջը։ Ուրեմն իրենք ուխտ ունեին Աստծո հետ, շիդագ է։ Մենք երբ որ գավաշխարենք ուխտ կնենք, ինչպես որ մեկը գամուստանա ուխտ կնե, Իսրայելը ասկի առաջ ելից քիրքին մեջ սորվեցանք, որ Աստված ժողովրդին հետ ուխտ արավ, եւ հիմա այդ ուխտը, երբ որ մեկը զանցն է, կամ ադոր պայմանները գոդրե, իրեն ադոր նշանակ կամ ադոր պայմանները անդեսե, անիկա իրեն վրան աստեցություն կգործե, անպայման նշանակություն ունի իր կյանքին մեջը, եւ հոս կտեսնանք, որ ինչպես անիկա գամ ուխտին պայմանները բռնելը գամ իրենց հաջողություն կտա եւ գամ բարդություն, եւ այսօր դիտենք բարդության մեկ բամը, որ իրենց հետ բադայեցա, որ քանի որ հաջողություն Աստծո էր, իրենց թիվը ոչ չափ շատ էին, ոչ չափ մեծ էին, կարևոր չէր, ուրեմն բարդությունը կտեսնանք, որ Աստծո հեռանալուն մեկ շիդակ կապն է։ Եվ մենք ալ շատ անգամ այդտեսակ բաներու կփախվենք, նեղություններու կփախվենք, եւ մեր հավատքը կփորձվի։ Եվ մեր հավատքը փորձված ժամանակ մենք որտեղ են պետք է գարչենք Աստծո խոսքեն։ Ադիգե որ պիտի նայենք այս շաբաթ։ Ուրեմն ուխտի խախտումը ինչպես եղավ, որ ուխտը խախտվեցավ, գարտանք Հեսուի քիրքեն 7-րդ գլուխ առաջին համարը։ Հեսու քիրքին 7-րդ գլուխ առաջին համարը։ Ով ունի։ Հեսու 7-րդ գլուխ 7-րդ գլուխ առաջինեն 6 համարները։ Բայց Իսրայելի որդիները տվակ բաներու պատճառով անցան գործեցին, քանզի Ուդայի ցեղից Զարայի որդին, Զարդին որդին, Քարմին որդին, Ակար մզովացեն առավ իրոջ բարկությունը, Իսրայելի որդիների վրա բորբոքեցավ։ Հեսուի երեքրոն մարդիկ բրկեց դեպի Գայի, որ Բեթավանի մոտ է, Բեթելի արևելյան կողմը, և խոսեցավ անոնց ասելով. Ելեք, ու այն երկիրը րտեսեցեք, անոնք նրան ելավ ու գնացին րտեսեցին և Հեսուին դարձան ու անոր
ասին, բոլոր ժողովուրդը պետք չէ ելե միայն 2 կամ 3 հազար մարդ կբաղե գային զարնելով համար, գային զարնելով համար։ Բոլոր ժողովուրդը հան անելով մի հոգնեցնեք, քանզի անոնք քիչոր են, ուստի ժողովուրդեն 3000 չափ մարդ հոն գացին, բայց գային մարդոց արջև են պահած։ Եվ գայի մարդիկը անոնցմե 36 մարդու չափ զարկին, քանզի զանոնք դրանք արջև են մինչև Սերայիմ հալածեցին ու զարվային վրա զանոնք զարկին, ուստի ժողովուրդին սիրտը հալվեցավ ու ջրել պես եղավ։ Այո, շնորհակալ եմ։ Աստեղը մի քանի բաներ կան, որ կուզենք ասել։ Նախ եւ առաջ Աստված սկիզբեն աս խոսքը մեկ անգամ են մեզի գսե, որ ինչ եղավ, այսինքն Փարգության պատճառը մի անգամին մեզի կբացատրե։ Վերջը գերտա գսկսի պատմությունը պատմել, որ ինչ եղավ։ Բայց սկիզբեն գսե, որ ակովր, ակարդ նզոված են արավ։ Ինչ կնշանակի ասիգա։ Մենք անցյալ շաբաթների մեջ տեսանք, երբ որ Աստված ասա, որ երթակ, զարնեք, բամը չառնեք։ Նզոված է, քանի որ։ Ինչու համար նզոված էր, քանի որ ապագանված տեղեր էին, ասոնք, աղդոտ էին։ Ոչ միայն մաքրության տեսակով, այլ բարոյական ձևով աղդոտ տեղեր էին, ասոնք։ Եվ չէին ուզեր, որ Աստված չէր ուզեր, որ անոնց մեջ ոյ մեկ բան առնվի։ Անցյալ շաբաթվա տասին մեջը Համը ավելի լավ այսքան ավելի խորցեով բացատրվեցավ, որ ինչ տեսակ գրոնք ունեին ասոնք։ Իրենց գրոնքը աղդոտ սերային հարաբերություններ էին դաջարներու մեջ, մանուկներու զոհաբերություններ էին, բզդիկ երեխան առաջնիկ երեխաները զոհաբերություններ էին։ Մեկ խոսքով սերային անգապ շատ աղդոտ բաներ միջև նույնիսկ կենթանիներու հետ եւ այլն, ուրեմն Աստված նզոված էր, ասոնց ամեն մտած նզոված էր։ Եվ Աստված ասաց էր, որ at նզոված են, Երիքովին նզոված են փամը չառնեք։ Բայց ինչ եղավ, Աստված մեկ անգամ են գսե, որ ակար at նզոված են արավ։ Արավ եւ իր կովը դրավ։ Ու եւ հեսուն չի գիծավ, եւ հեսու առանց գիտնալու, առանց եւ Աստծո հարցնելու, որ երթամ ասմիս երգիրը քաղաքը զառնեմ, անոնց լրդեսներ գրգեց, լրդեսները եկան ասի, որ բզի քաղաք մնե, yani շատ մարդ պետք չունիս հետը տանելու 3000 հոգիով, ասիգա կրնանք բանել շահիրաս պատերազմը, համե գրավել, հա։ Բայց Փուն մեջը կենտրոնական կամ գորիզային ասանք սխալ բամը գար։ Նախ սխալաներ Աստծո չի հարցուցին։ Հոստեղ մեջը սերվոր որ Աստվածը սավ իրենց ասի էր։ Այս մեկադը աս քաղաքին համար Աստված բամը չսավ իրենց որոնեն։ Երկրորդ Հեսու ինքը չհարցուց Աստծո որ երկտամեր հայր երթամ գուզես թե չերթամ։ Ինքը իրեն խելքի նրավ, ինքը իրեն քխու նրավ, ինքը Կտեսակ, որ երբեմն հաղթություն ունենաս եւ բզդիկը բարդություն մտնա մեջդ։ Երիքովի բարիսներ իրենք փամը չրին։ Երիքովի բարիսը ինքը իրեն փլավ Աստված փլեց իրենց համար եւ հիմա ատկե ուժ առած, շփացած կնամսել, ելանքացին եւ բարդվեցան։ Եվ 36 հոգիալ մեռավ իրենց մե, որ հեչ մեկը պետք չուներ մեռնելու։ Քխիգոր ետ եկան եւ այստեղ Հեսու հանդերձները բادرեց, տերոջ ճրաբագային արջի երեսի վրա կեդին ինգա մինչև իրիգուն, թե ինք և թե Իսրայելի ձերերը ու իրենց կխում վրա հող ծանեցին։ Մեկ վայգան թուն երևագա է, որ արդվն է մինչև կիշեր փորիտ վրան, երեսիտ վրան, կնշանագե փորիտ վրան բարգիս կեդինը հող ծանես վրատ, ոչ ուդես, ոչ խմես, և ատ թիրքին մեջը գենաս։ Երևագա է, թժվար է, թյուրուն չէ։ Մենք 5 վայրկյան ձունգի կուզենք կալ, չենք կնար ձունգի կալ, ձունգենից կծավի, անանքից կլանք։ Չիդագ է, բայց ասոնք ամփողջ օրը Աստծո առջև իրենց հանդերձները բادرեցին նշանակե, որ իրենց սիրտերը գոդրած էր։ Եվ
ավաշխարեցին կամ խոստովանեցան կամ իրենց նեղությունը Աստծո ուզեցին հայտնել։ Եվ վերջը գսե ով դերի հովա ինչու համար այս ժողովուրդը հորթարանի աստի գոմը անցուցիր։ Հիմա Աստծո հանցանք եղավ։ Չէ։ Գիշեք որ ինչպես Եգիպտոսեն երբ որ ժողովուրդը ելավ, սկսան ասել որ երբ որ Գարմիր ծովն արջևը եկան ինչ ասին։ Ինչու մեզ Եգիպտոսեն հանեցիք որ հոս բերեք մերցնեք։ Հիմա նույնը Երանի թե հովտարանի մյուս կողմը գենայինք, հոս չիկայինք, բայց վերջո ինչ կսե Հեսու, որբեսի Երանի թե քոհը լալով հորտանի անտիգոմ մնայինք, ողտե Իսրայել իր ճշտամին արջև գրնակ թարսնեն հետո ես ինչն եմ, որտեվ կանանացիները երկրի բոլոր բնակիչները լսելով մեզ պիտի բաշարեն ու մեր անունը երկրի վրային բոլոր պիտի վերցնեն։ Բայց հիմա փուն ցավը Հեսուին ցավը հոս է, այն ադեն քու մեծ անունդ ինչ պիտի անես։ Չէ որ Աստծո անունը մեծ է, Հեսու հավատք ունի Աստծո վրա։ Կսե որ բայց աս անարքանքը քու անունի դալ անարքանք է։ Ինչ պիտինես։ Հեսուին հոգը Աստծո անունն է։ Աստծո անունը թող չարադավորվի։ Երբեմն մենք մեր զավակները երբ որ գսորվեցնենք փամը, գսենք նայիր, հա, ծնողքիդ ընտանիքիդ ամոթ չի փերես։ Կամ երբ որ հավատացյալ է գսենք Աստծո անունին անարքանք չի փերես։ Երբ որ սխալ փամը գնես, Աստծո անունին անարքանք կփերես։ Եվ շիդագ է։ Հետ եղած է ցեզի հետ որ մեկը ցեզի հետ խոսածանենը դու սխալ մրածլաս կամ չներես կամ փամը գսե դու ինչ տեսակ հավատացյալ ես։ Չէ եղած ցեզի, ինձ եղած է։ Դու ինչ տեսակ հավատացյալ ես, որն անարքանք եղավ։ Աստծո անունն անարքվեցավ։ Ուրեմն ուշադիր ըլանք որ Աստծո անունը չանարքենք։ Ուրեմն քանի որ Աստված ուխտ ուներ Իսրայելի հետ, այս ուխտի լույսի ներքո Իսրայելը գտիդվի որպես Աստծո անդրյալ ասկի անբաժանելի միություն։ Հետևաբար, եթե անոր անդամներեն մեկը կամ նույնիսկ որոշները մեղ գործեն, բոլորը համայնքին վրա գինա։ Մեկ հոգի մեղքը բոլոր համայնքին վրա գինա, ինչպես որ դերը գսե Իսրայելը մեղ գործեց։ Հակառակ որ միայն մեկ հոգի մեղ գործեց, Աստծո աչքին առջև բոլոր Իսրայելը միասին է, Իսրայելը մեղ գործեց, անոնք թրջեցին իմ ուխտս, որ ես պատվիրեցի անոնց։ Աստծո ուխտը բահելը, անոր պատվիրանքը բահելը շատ կարևոր է։ Ուրեմն ինչ էր ակարի մեղքը 7-րդ գլուխ 16-19 ամաներն է կամ 7-18 տեղմա։ Ես գարտա 7-18 գարտա։ Եթե ամենը չլա 10 գարտանք մեկ քանի համարներ։ 7-ից 18 Քիչ մի երգայն է։ 10-ից Դերը Հիսուսին ասավ. ոտքի վրա ելիր, ինչու համար այլապես երեսիդ վրա ունես Իսրայել մեր գործեց եւ իմ հրամայած ուխտս զանցել, քանզի մոզովեցին են արին եւ գողություններին և սուտ խոսեցան ու իրենց կարասիներու մեջ դրին։ Okay, մեկ վարյան, ասիգա մեկ վարյան գրնանք ասոր մասին խոսի։ Նայեցեք, որ հոս 5 տեսակ բան Աստված կսե, որ իրենք ինչ ըրին։ Հետաքրքիր բան մգար, որ իրենց լեզյովը կսեր մենք հալատ բանը կործածենք եպեն, բայց 5 հատ բաներ գա հոս, նզոված են արին, ինչպես որ ատամը և Եվան դեսան, որ պամը Եվան աչկերովը դեսավ, վերջը սիրդովը ուզեց և առավ, ասիգա դեսավ, ուզեց, առավ, գսեք,
արին քողություն եղավ, սուտ խոսեցան եւ իրենց կարասներու մեջ դրին։ Աստծո օրենքը զանցերին, նզովվածը արին, քողություններին, սուտը խոսեցան եւ կարասներու մեջ դրին։ 5 տարբեր բաներու մեջ ինգան, մեղքերու մեջ ինգան, մեկ աչքը մեկ բան տեսնալու համար։ 13-ին գարտանք Ելի ժողովուրդը սրբեր ու ըսեր վաղվան համար սրբեցեք, քանզի Իսրայելի Տեր Աստվածը այլապես կսեր ով Իսրայել, մեր ձեր մեջ մզոված կա, ինչե որ մզովածը ձեր միջեն չվերցնեք, ձեր թշնամիներուն առջև պիտի չկրնակ կենալ։ Ուստի արդում ձեր ցերերով մոտեցեք ու Տերը, որ ձեր ցերը վիճակոր բռնե, անիկա իր ազգատողներով թող մոտենա եւ Տերը, որ ազգատողը բռնե, անիկա իր տուներով թող մոտենա ու Տերը, որ տուն բռնե, անիկա իր արտոսնով թող մոտենա։ Եվ ով որ մզովածին բռնի, կրակով թող այրի։ Թե ինքը եւ թե իր ամեն ունեցվածը, քանզի Տիրոջը ուխտը զանցրավ ու Իսրայելի մեջ անզգամություն ըրավ։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Աստված իրեն կհայտնե, որ ինչ ձևով պիտի գարենա մեղքը մեջտեղ անել եւ բոլոր Իսրայելը կհավաքվին հութայի ցեղը մեջտեղ վիճակ կցկեն, հութայի ցեղը գելը, հութայի ցեղին մեջ են վերջը գսե որ զապտի բռնվեցավ, Զարանյաններուն ազգադոհմը բռնվեցավ, վերջը ազգադոհմեն զապտի դունը ընտանիքը բռնվեցավ, վերջը Զարայի որդին, Զապտի որդին, Քարմի որդին Աքար բռնվեցավ։ Այն ադեն ուրեմն կամած Աստված մեջտեղ հանեց մեղքը կործողը։ Մարդը գնա Աստծուց մե փամը բահել։ Ամբա Աստված միշտ ամեն ինչ գիտե։ Մարդը չգիտնա, Աստված գիտե։ Աստված մարդ մտքերն էլ կարդում։ Այո։ Ուրեմն այս բոլոր ժամանակներուն մեջ Աստված ժամանակ կուտա Աքարին աբաշխարելու, բայց Աքար գաբաշխարե։ Ինչ են գիտենք, քանի որ մինչև որ վիճակը իրեն անունին չեկավ, ինքը փամը չսավ։ Ինքը եթե աբաշխարեր առաջին վարքյան, երբ որ տեսա որ իրենք բան եղան բարդվեցան, մյուս քաղաքը պատերազմի ժամանակ պետք է ամիջապես անդրադառնար ինքը, որ ասել ես մեղ գործեցի, գիտե որ ինքն է նողը, բայց չաբաշխարեց։ Եվ Հեսու գսե որդիս, այսինքն Հեսու եւ ձեր էր տարիքով, եւ այլ որպես սիրո արդահայտություն, որպես սիրող առաջնորդ կգոչե իրեն որդիս, հիմա Իսրայել Աստծո փառք տուր ու քու մեղքդ անոր խոստովան եւ քու ըրածը հիմա ինձի հայտնե։ Ինչու համար փառք պիտար։ Մենք երբեմն գխորենք, որ փառք պիտանք, երբ որ լավ բաներ բադահի մեզի հետ։ Ոչ, փառք պիտանք, որ Աստված եւ ամեն բան գիտե։ Ադո համար փառք պիտանք, որ մեջտեղ ելավ ամեն հագարակ որ ինքն էր սխալը, բայց մեջտեղ ելավ Աստծո փառք ուտանք, որ Աստված չի փոխվիր։ Նույն Աստվածն է երեք այսօր հավիտյան, ասիկա լավ գիտնանք։ Քու մեղքդ անոր խոստովանի եւ քու ըրածը հիմա ինձի հայտնե ինձ մի բահեր։ Եվ Աքարը գսե իրավցնե, ես Իսրայելի Տեր Աստծուն թե մեղ կործեցի, ահա ըրածս։ Եվ ուրեմն դեսեր է քեղեցիկ վերարգումը, դեսեր է երկու այրզի գղարծած, մեկ կդոր ոսկի, անոնք առերը դարերը բահերը, հողին դագը, եւ գսե ուր է դեղը, կերտան անիգա գառնեն, մեջտեղ գելն է, բայց մեղավորը իր մեղքին բադիժը անպայման գուտե եւ ոչ միայն ինքը։ Մենք չենք գիտեր,
թե իրեն ընտանիքեն անդամները գիտեին կամ չէին գիտեր, իր ազգատոմը գիտեր կամ չէր գիտեր, բայց շատ ծանր վիճակին մեջը գինա ակար եւ գսե իրեն որ ինչու համար թուն մեզ նեղեցիր ակահությունը կախարդության պես մեղք է այսինքն անհավատություն է ակահությունը չես հավատար որ Աստված քեզի հոգ պիտանի եւ ակահություն գնես օրինակ յամա շատ կուդես շատ կառնես շատ կուզես ամեն բան քեզի միայն ակահությունը մեղք է ինչու համար գսե թուն մեզի նեղեցիր դեր այսօր քեզ բիլի նեղե ինչ տեսակ նեղություն եսավ շատ քեշ եղավ իրեն նեղությունը ուստի Հեսունսավ իրեն բոլոր Իսրայելի զաքային ակար ու անոր արծաթը, վերարգուն, ոսկի լեզուն, անոր դղակը, աղջիկները, արջառները, էշերը, ոչխարները, վրան եւ անոր ամեն բանը առին եւ անոնք ակովրի ծորը հանեցին եւ հոն քարգոձելով մերծուցին եւ վերջը այրեցին եւ վրան քարլեցուցին եւ այդ պատճառով այնտեղին անունը ակովրի ծոր գոչվեցավ մինչեւ այսօր քանի որ Աստծո սաստիկ փարգությունը եղավ Եվ Աստված երբ որ բադիժը տեսավ, փարգութենեն ետ դարձավ։ Սարսափելի բան է գենթանի Աստծո ցերքը ինալը։ Աստծո խոսքը գսե։ Երբ որ աննազանդ ենք, աննազանդ պետք չէ լանք Աստծո մեզի հետ ունեցած ուխտին համար։ Դիկտոր Վակոմատն 1970 թվականներում Սուրյո նախագահը Նոմը չեմ ուզել գալ։ Երբ որ հալեմի մեջ այլասկ երեխամը քար նետեց հայկական եկեղեցի եւ ապագին ճարտեց 70-ական թվականներում այս նախագահը այդ երեխային բոլոր Քերտաստանը արավ եւ այդ քաղաքեն վերցու եւ ուշ հերավոր քաղաք մտավ ոչ թե միան բզիկին բադիժ դեվա։ Բոլոր անոր Քերկաստանը վերցուց այդ քաղաք է։ Նշանակե որ այդ մանուկը որ անիգա արավ, նշանակե որ իր գնոհը շիդակ տասյարակություն չի դվա մանուկ, որ չի գտնարնել։ Քանի որ դերը գսե որ տուն տասյարակե սորվեցուր կուզավակը իմ խոսքը սորվեցուր որպես ճշմարտությունը գիտնա եւ սխալ բան չունի։ Մեզի համար զարմանալի է այն բայց այս տեսակ քաղաքական մոլեցավ Սուրիան 70 թվականներին։ Այո, շնորհակալ եմ։ Բայց Աստված հոշիցը կեր հույսի թուրմը գա, ամեն ինչ վերջանալը վերջը, Աստված կսե Հեսուին մի վախնար ու մի զարհուրիր, բոլոր բادرազմիկները քեզի հետ դարութեբի գայի կնա, քանզի գայի թագավոր անոր ժողովուրդը եւ անոր քաղաք անոր երգիրը քու ցերկը տվի։ Երիկովի ու անոր թագավորին արածին պես գայի ու անոր թագավորին ալ Ըրեմիային անոր ավարը եւ անասունները ցեզի առեք քաղաքին յետևի գոմեն թարաններ պատրաստե եւ հիմա Աստված կսե որ ինչպես պատերազմը պիտի անեն։ Իրենց կծծնե ուրեմն պատերազմը մարդունը չէ, պատերազմը Աստծո է։ Երբ որ մենք Աստծո կհասնենք Աստված մեր փոխարեն կպատերազմի եւ ճիշտ հոսա նույն ձևով Աստված կպատերազմի։ Այո, երբեմն մենք պետք է փամանենք, կորսը պետք է անենք, բայց Աստված է հաղթությունը տվողը։ Եվ հետաքրքիր բան կա, չեմ կեր ուր եք ու գարտալիքները կգարտաս։ Այո։ Քանի համար։ Այն ագեն Հեսու արկադին սա օթիս հիմա Իսրայելի դեր ասվածու արդի ու մեղկեր անող ոստվարի երկու օրազը հիմա ինձի հայտնի ինձ մենի մի պահի ակար ադասխան տվա Իսուսին և սա երարցնի ես Իսրայելի դեր աստուզուն են մեղ կործեցի նա ռազես այսինքն ավելի մեջ աղվոր անված ապերոնի վերարգում է ու երկու հարյուր սիր արձակ և իսուն
ծերվի զանգության ոսկի լեզումը տեսա ու ցանկանալով արի եւ ահա անոնք իմ պլանից մեջ արի եւ ահա անոնք իմ պլանից մեջ ողինդակ պահված են ու ածատը անոնք տավեր է ուստի իստոմատիկ դրեց ու անոնք Ադեցի եւ ահա պլանի մեջ պահված կդան ու ածատը անոնք տավեր Դամու պլանի մեջեն արներով իսմին ու կոլոր տայերի որդիներում էրին և դամու տերոջը արջև կրին։ Այո, շնորհակալ եմ։ Ներողամիտ եղի, որ ես երկու անգամ կարդացինք, բայց աստեղը մենք կրնանք, շատերը կրնան աստեսակ փորձության մեջ ինալ եւ դրամ ամենեն քեշ փորձությունը գլա մարդուն համար դրամը գտեսնաս եւ գմորնաս որ աստծո բադվիրանքը ինչ էր դրամի յետևեն գերտաս այդ մեկ օրվան գործը քեզի չի փրկե բայց աստծո հավատարիմ ըլլալը քեզի փրկության ջամփուն վրան կբահե ինչպես որ ասենք հույսի թուրմը տվավ աստված Տեր Հեսուին ասավ, հիմա դերը Հեսուին ասավ շատ ավելի կարևոր է, քան թե որ Հեսու ինքը իրեն փամաներ։ Հակառակ որ Հեսուն շատ զորավոր էր, քիծող մեկն էր եւ այլն։ Ցերկդ եղած նիզակը թեպի քաղաքը երգնցուր, քանզի անիգա զանիգա կու ցերկդ պիդամ։ Հեսու ցերկը եղած նիզակը թեպի քաղաքը երգնցուց եւ աստ երգնցնելը ճիշտ անոր կնմանի ինչպես որ Մովսեսին ցերկերը, երբ որ Մովսեսը ցերկերը վեր կբռներ ժողովուրդը հաղթություն ունենար, երբ որ վար գիչեցներ, ժողովուրդը կհաղթվեր։ Հիմա Հեսունը մինչև վերջը նիզակը ասպես պահեց թեպի քաղաքը, մինչև որ հաղթությունը եղավ եւ վերջացավ։ Եվ ասոնքացին, ինչպես որ Աստված իրենց ըսեր էր թարանագալ եղան, այսինքն 30,000-ը մեկ կողմ հավաքվեցան, վզնիկ մասը երևցավ քաղաքին, անոնք ասին, ասոնք նորեն եկերեն, չեն գնար, մեկ անգամ իրենց հաղթեցինք, մեկ հատ ագերտանք Երբ որ ամեն քաղաքը դուրս ելավ, 12,000 հոգի դուրս ելան քաղաքեն, որովհետեւ Իսրայելը բادرազմին մյուս թարանագալները յետևեն քաղաքը կացին եւ վառեցին քաղաքը։ Երբ որ քաղաքը այրեցին, ետ դարձան, ասոնք մեջտեղ մնացին, ասոնցալ բոլորովին ոչնչացուցին, ինչպես որ Երիքովը ոչնչացուցին։ Բայց անշուշտ իրենց գսե եզները, ոչխարները եւ այն անոնք Աստված ասա որ անոնք արեք Այդ քաղաքին համար, կամ Աստված գիտե որ ուր ինչ պետք է։ Ադու համար շատ կարևոր է մենք Աստծո հարցնենք, մեր ամեն քայլափոխը, չասենք որ ասկե առաջ ասանք ըրեր եմ, հիմա էլ այսպես գրնա որ հիմա փոխվեցավ։ Նույնը բիչի մնա։ Ինչու համար որովհետեւ Աստծո անունը փառավորվի։ Կարդանք երկրորդ օրինաց 4-րդ գլուխ 226 էջն է։ Այո։ Հացեզի կանոններ ու դաստաններ սորվեցուցի ինչպես իմ դեր Աստվածս ինձ բادرեց որպես անոնք գործատրեք այն երկրի մեջ ուր պիտի մտնեք ժառանգելու համար ուստի դուք անոնք պահեցեք ուրեք վասնզի ծեր իմաստությունը ու անջարը այս կդրլա ասկերուն արջև որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն իրավցնե այս մեծ ասկի իմաստուն ու անջարել ժողովուրդ մնե Քանզի որ ասկը այնչափ մեծ է, որն ասվածները իրեն այնքան մոտ լան, որքան մեր Եհովա Աստվածը մեզի մոտ է, ամեն ադեն երբ իր մեկը խնդրենք։ Որ ասկը այսչափ մեծ է, որ այսօր ծեր առջև տրված այս բոլոր օրենքի նման արդար կանոններ ու դաստաններ լավ։ Միայն քեզի աղիք նա է ու քո հոգի շատ զսուշություններ է, որ աչքերում տեսած բաները չմոռնաս եւ կյանքի բոլոր օրերում մեջ քու սրբեք չելեն այլ անոնք որդիներուտ անոնց որդիներուտ շնորհվեցեն։ Շնորհակալ եմ։ Ուրեմն ինչ տեսակ մեծ Աստված ունենք մենք։ Մեծ Աստված։ Հիանալի մեծ Աստված մնե, Աստված մեզի համար։ Այո, անոր համար է որ մենք Աստծո բادرինակները պետք է բահենք։ Գսե որ
Քովի ասկերը պիտ ասեն որ ով ունի ասոսպես Աստված որ իրեն աչափ մոդ ըլլա աչափ որ շապ մոդ է Աստված մեզի որ չափ որ մեր այո ռունկներում մեջը շունչ տված է չէ որ Աստծո շունչն է մեր ռունկներում մեջը աչափ մոդ ենք մենք Աստծո Աստված աչափ մոդ է ադամ Աստված ամեն բան գիտե մեր խորտներ գիտե քայ ճիշտ մեզի շատ մոդ է Վերջավորության համար պիտի գարտամ գսե մահացու այն մեղքի հիմքին վրա որ ակարի գորստյան պատճառը դարձավ ակահություններ ամենադարածված եւ ամենաթեթև համարվողը բոլոր մեղքերն շատ տարածված է եւ շատ թեթև գխորից չէ շատ զորավոր չես սկար ակահությունը բայց մեղք է ակարը խոստովանեցավ իր հանցանքը բայց միայն այն ժամանակ երբ արդեն չափազանց ուշ էր իրեն օգնելու համար ուրեմն Աստված գսե այսօր է փրկության օրը այսօր է փրկության ժամանակը հիմա պետք է ապաշխարենք հիմա պետք է իրեն հասնվենք Նա անդեսած էր Իսրայելի զորքերուն կայի վերաթարնալ են բարդված եւ հուսահատ, սակայն չէր փորձած խոստովանել իր մեղքը։ Այն դեսած էր Հեսուին եւ Իսրայել ձերերուն, երբ անոնք քեդին ինգած էին եւ այնպիսի վշտի մեջ, որ խոսքերով անհնար էր նկարագրել։ Եթե այն ժամանակ խոստովաներ ակար իր մեղքը, կարող է ինչ որ չափով վկայել ճշմարիտ ապաշխարության մասին, բայց այն առաջվապես լուր մնաց։ Այն լսած էր այն հայտարարությունը, որ մեծ հանցանք կատարված է եւ բաց լսած էր նույնիսկ ադոր փնույթը, բայց անոր շուրթերը փակ էին։ Հետո սկսվեցավ հանդիսավոր հետաքննությունը, ինչպես թողած անոր սիրտը սարսափեն, Թադաստան բիդելա, մեր սիրտը թող չի թողվենք Հիսուսի վրա հենված լանք։ Երբ տեսավ որ ցույց տվավ իր ցեղը, իր տողմը եւ իր տունը, բայց նորեն չխոստովանեցավ, մինչեւ որ Աստծո մատը ցույց տվավ իրեն։ Այն ժամանակ արդեն անհնար էր ծածկել իր մեղքը, անպատմեց ճշմարտությունը։ Օգուտունի little too late կսեն Որքան հաջող այս տեսակ խոստովանություններ գրվին մեծ է դարբերությունը աբացուցված փաստերը ընդունելու եւ այն մեղքերը խոստովանել միջև որոնք հայտնի են միայն մեզի եւ Աստծուն Ակարը այդպես չխոստովանեցավ եթե չէր խոստովանել եթե հույս չունենար այսպիսով ազատվել իր հանցավոր հետևանքներեն Անոր խոստովանությունը սակայն ցույց տվավ միայն որ բադի ժարտարացի է Անոր մեջ ոչ անգեղծ ապաշխարություն կար մեղքի համար, ոչ ալ զղջում, ոչ ալ նպատակի փոփոխություն եւ ոչ ալ նողկանք դեպի չարը։ Միայն ըսավ ինչ որ ըրած էր։ Ուրեմն եկեք մենք չարին հանդեպ, ինչպես որ գսե նողկանք ունենանք, չուզենանք որ չարի մեջը ըլլանք, այլ ունենանք ճշմարիտ զղջում, ճշմարիտ ապաշխարություն, Հիսուսի ցերկը բռնենք։ Հիսուս մենք ո՞ր մեկտեղ յետալու պետք չունենք։ Ոչ ոչխար մորթելու պետք ունենք, ոչ ծեսեր դնելու պետք ունենք, մենք ազնվորեն անգեղծ աղոթք պետք ունենք, ասելու որ երկնավոր հայր Տեր Հիսուս կխնդրեմ եկուր մաքրե իմ մեղքերը, սրբե իմ սիրտս եւ ինձ հետ բնագի։ Շնորհակալ եմ Տերոջ խոսքին համար, որ միասին գրցանք սերդել, Տեր օրհնե ձեզ մինչև հաջորդ հանդիպում։